Դեռևս հունվարի սկզբին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովը հայտարարեց, նախակրթարաններում պարապմունքները կսկսվեն փետրվարի 1-ից, իսկ հարկադիր պարապորտի պատճառը համաճարակն է, որի մասին որքան էլ զարմանալի է, մարզի առողջապահության վարչությունը բնավել տեղյակ չէր։ Հանրապետությունում բավականին լուրջ վիրուս է տարածված, կապված գրիպի եւ հազի հետ, եւ սա փոխանցվում է մարդկանց օդի միջոցով։ Այսօր մենք էլ փորձեցինք բարձել չկա այլևս ինֆեկցիոն վտանգ նախակրթարաններում, TV9 նախակրթարանի տնօրենի փոխանցման հունվար ամսում իրենք չեն ունեցել նման դեպք, իսկ պարապորտի պատճառների մասին չցանկացավ խոսել։ Նույն պատասխանը ստացանք նաև 10-րդ նախակրթարանից, իսկ ահա 6-րդ մանկապարտեզում նշեցին, որ իրենց էլ են տեղյակ բայսուր ինֆեկցիոն վտանգի մասին ու հավելել, աշխատանքները կսկսեք միայն փետրվարի 1-ից։ Ընտանիքը ինֆեկցիա կանխելու համար, որ դուք տեսեք, որ Մոսկվայում արդեն 8 օր միջոցառ դարձավ չեն թողնում դպրոցները։ Նույնը Երևանում է դառնում, բոլոր տեղերում կա այդ ինֆեկցիա։ Քաղաքապետարանի ենթակա կառույցների ժամանակավոր չգործելու փաստը ֆինանսապես ազդել է նաև աշխատակիցների վրա։ Նախակրթարաններից դժգոհեցին, որ հարկադիր պարապորտի արդյունքում իրենք աշխատավարձ չեն ստանալու։ Թիվ 6 մանկապարտեզի տնօրեն Կարինե Մարկոսյանը նշեց, որ իրենց կառույցում աշխատավարձերի մասին տեղեկատվություն չունեն։ Ես չգիտեմ, ես կոնկրետ ես բանը դա չեմ, ես այսօր եմ եկել արձակուրդում եմ այսօր։ Այդ հարցը հետո պետք է գա կարադանակ այդ հարցը։ Իսկ ընտանուր մանկապարտեզը աշխատանքային պրոցեսի մթնոլորտը խնդրեմ, մտեք խումբը, կարող խումբը մտնել մի նկարել, ես պրոբլեմ չունեմ։ Եթե հանրապետությունում համաճարակ կար, ապա ինչու քաղաքապետական մյուս կառույցները իրենց աշխատանքները սկսեցին հունվարի 10-ից։ Միթե ինֆեկցիոն բռնկումները չէին կարող ազդել նաև երաժշտական դպրոցների սաների վրա։ Մենք աշխատանքները սկսել ենք հունվարի 10-ից, համաճարակի մասին լուրերն էլ մեզ է հասել, սակայն այն բնավել չի խանգարել բնականոն աշխատանքի ընթացքին, մեկնաբանում է Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի փոխտնօրենը։ Մեր դպրոցում երեխաները ոչ մի ինֆեկցիոն ես չգիտեմ։ Գալիս ենք, մենք լավ աշխատում ենք։ Ոչ մի բանը չի խանգարել։ Չի խանգարել, մենք աշխատում ենք։ Երաժշտական դպրոցներում եւս 2 ամիս է աշխատակիցները չեն ստացել աշխատավարձ։ Լուսիա Մարկոսյանի խոսքերով քաղաքապետարանից իրենց տեղյակ են բայել, որ դեկտեմբեր եւ հունվար ամսվա աշխատավարձերը ստանալու են մոտորերս։ Մենք պրոբլեմ չունենք աշխատավարձի։ Հիմա կստանանք դեկտեմբերը։ Մենք դեկտեմբերի հիմա կստանանք։ Հունվարն է պետք ստանանք։ Քաղաքապետարանից հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անելուց հրաժարվեցին, պատասխանատու կառույցից նշեցին միայն նախակրթարաններում աշխատանքները սկսվել են, իսկ աշխատավարձերի եւ մյուս խնդիրների մասին նախընտրեցին չխոսել։ Փայլակ Վարադյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։